Այ նորից ուրախ լուրեր չակերտավոր լուրերը որն են ասում են ապրիլի 15-ին Տոկաևը գալու է Հայաստան և բացելու է երկու հատ պասոլստվը չի է հյուպատոսարան, արդեն ռուսերեն եմ մոռացել երկու հատ Արագածոտնում և Արարատում Ալիևը գնաց այնտեղ մեր հացի հարցը լուծեց որոշեց, որ ապրիլի 15-ին գա Հայաստան և հյուպատոսարան երկու հատ բացի մենք ղեկավար չունենք, ինքն է գնում որոշում ու եթե մի հատ պասոլստվա ունեն արդեն իսկ ունեն այդ իսկան քաղաքացի ունեն ուստեղ որ մարզերում էլ է իրանց պետք բացեն ես չգիտեմ երկար մտածեցի ասեցի հետաքրքիր է էլի ինչի է պետք երկու հատ ու սահմանամերձ մեկ Արագածոտնին, մեկը Արագածոտ այդքան մեծ սահմանամերձ չի, ոբշեմ մեկը Արարատում, Արարատը Նախիջևանի մոտ է ու այդամ Կոտայք ու Երևան միանգամից ամենակարճ ճանապարհն է Արարատով Երևան Նախիջևանից մտածում էի էլի առաջին ինչի ապրիլին երբ են տենց բան արել ինչ-որ գործեր ունենք, բայց ապրիլին պետք է անենք դե սաղ սևրված ենք ճանապարհների վրա, ինչ-որ ճանապարհ են ուզում բացեն, ինչ են անում ճանապարհներ կառուցվի մինչև ապրիլի 15-ը մտածում էի, հետո գիտեք ինչ մտածեցի գուցե ճիշտ է, գուցե մի հատ Անդրանիկ Հովհաննիսյան կա Ղազախստանում երևի ինքը կխոսի, անա լսել պետք պարզապես ես քաղաքականությամբ չեմ ուզում զբաղեմ, չեմ ուզում լսեմ, բայց անդադ ինչ-որ մի բան գալիս է, ասենց հանել են բոլորին, նամանտ են տհաճներին, հանեն, բայց գալիս է ջերից, ինչ-որ մեկը իր էջերն է, էջում է հրապոստանում, իր էջից իմ էջա գալի, չգիտեմ, բայց քաղաքականության ամեն ինչը հանել եմ, նամանտ են ադրբեջանցիներին, կամ մեր մոտի են թուլա այն գոմիկին էլ է հանել, էլի էջիս եկավ ասում ես հպարտ եմ, որ ես գոմիկ եմ, ինձ հարգում են, չգիտեմ, հանել էի 2 տարի է դեմքը չի տեսել, ինչի եկավ, լավ այդ ստի բանա, հիմա բանն այդ մտածում էի էլի, 2 հատ բան հյուպատոսարան ինչի է բացում մի հատ դեսպանատուն արդեն ունի մտածեցի այն որ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի признаваться вообще Հայաստանը տարածքային ամբողջականություն չեմ ասում ընդհանրապես չի ուզում ուզում է Իրան էլի Ադրբեջան լինի այստեղ դա համար ադրբեջանական պասոլստվա պետք չի իրան բացել ինքը բացում է 2 հատ Казахстանի այնտեղ уполномоченный посол Азербайджана будет уполномоченный посол Азербайджана чем плохо թե չի Ալիևն այնտեղ եղել եւ եկել է մի քանի օր հետո այնտեղից էլ մեզ ուրախացրեց որ բան է այդ հաց ենք ստանալու через Баку, это пару там через Баку, через Грузию, то есть или ճանապարհ նորմալ բացված չի մեր համար։ Հիմա դե ապրիլի 15-ին գա, մինչև ապրիլի 15-ը ինչ որ պետք է գործ անել իրենց։ Գործն ինչն է, եւ այդ 300,000 քաղաքացիներ են Ադրբեջանի ուզում քաղաքացիները գան, բայց պասոլստվա բացված չլինի։ Ուրեմն ստացվում է, что они не признали государство Армении, պասոլստվա չկա։ Ես ընդհանրապես որ բան եմ անում, եթե գնում են միջպետական պայմանագրեր են կնքում,
ինչ որ Ալիև է, թեկուզ Թրամփի мод գնացինք, կնքեցի Ռուսաստանի мод. Значит, вы друг друга как государство не признали. Раз признали и не воюют, должны посольство открыть. А что не открывают? Интересно, или? Ничего не открывают. Что-то тут не то. Ես իմ հայջան մտածեք, ախր ես չգիտեմ, էլի որ ասում են, այս գալու է Արցախը, դա չի եք հավատում, որ ասում է պատերազմը սկսելու չի եք հավատում, ասում, բա որ սկսվի ինչ են անելու ախր, ես իմ պատերազմը եղավ պարտվեցինք, ոչինչ ապրեցինք, հետո ասում է Արցախը տալու են 5 կիլոմետր ինչա 5 րոպեմ թուրքերը կփակեն, ահա որ ալինելու, չեն մտածում մարդիկ Արցախը հանձնելու են, բա ինչ ենք անելու, Արցախցիներին կսպանեն, կամ ով որ քովը չի ասցնի կսպանեն, մա էդ էլ եղավ, ոչ մի բան լույնց լավ ապրում ենք, մտածում կարող է ես իզուր եմ պանիկա անգել, Հայաստանն էր տանք, Սյունիքի ճանապարհներ տանք, ոչինչ, էլի մի քանի սյունյակցիներ, մի քանի չէ, էլի բոլորը սյունյակցիները կկարողանան, մի քանի հոգի երևի չկարողանան, էլի ոչինչ, էլի ինձ թվում է էլի կանցնենք, իմ համար որ պանիկա է, ոնց բան Իրան հետ սահմանը չկա, իմ համար պանիկա է, երևի ոնց միշտ կանցնենք, էլի մտածում եմ, որ Հայաստան Ադրբեջան են սարքում, չգիտեմ, երևի էդ էլ գքա կգնա գախնայիցս էլ, այսքան եկավ գնաց, ես այսքան որ տեսնում եմ, ասում եմ մարդիկ չի են հասկանում, բա ինչա լինելու, եղավ պրծավ գնաց, եւ դրա համար մարդիկ հանգիստ են, անհանգիստ չեն, ինչա ոնց է լինելու, չգիտեմ, ես մտածում եմ ոնց ենք ապրել, ոնց եք, հայությունը ոնց է լինելու, ոչ մի բան լավ էր ապրում ենք, բայց որ Հայաստանը տալիս ենք 300,000 մտնելու են, իրանց նա լինելու, հետո կամաց ճնշելու են, որ մասից ուզեն կհանեն, ես չգիտեմ, կարող է եւ չուզենան մեզ հետ ապրել, նենց կանեն, որ մենք գնանք, մորթելով որ գան, մենք կգնանք, ես չգիտեմ ինչ է լինելու, չեմ կարող ասել, որ եկեղեցին էր, որ ասում եմ, կնքվեք բան կարող չունենաք, ես հենց նես չեմ ասում, էլի տեսնում եմ, որ եկեղեցին վտանգված է, ինչքան մեր ընդդիմադիրները ասում են, չէ, բան չի կարող անի, ինչն է ինքը ասել ու չի կարողացել անի, ստացել է հրաման Բաքվից կամ Թուրքիայից ու չի կարողացել անի, լիքը եկեղեցիներ ունենք, խոնարհված են ասում, եկեղեցիներ, որոնք կոտրված են, չեն աշխատում, լիքը տենց եկեղեցիներ ունենք, քան այդ եկեղեցիները մսկիթ կսարքեն, կամ էլ կասեն այն Էչմիածինի բանը Գարեգինը վատնա, մենք ստեղ նոր եկեղեցի ենք սարքում, մեզ ամե եկեղեցիներն են, բոլոր այդ մեր ոնց են ասում, ջարդված եկեղեցիները, որոնք չեն աշխատում, եկեղեցիները կդզեն նոր թեմ կսարքեն, մարդիկի դե որտեղ գումար կա, որտեղ պաշտոն է, որտեղ ուզենա են կոմնեն, կգնան այնտեղ իրանց եկեղեցին, կասեն, ուշում, մեզ պետք չի ինչ-որ հավաքագրել էլ է, ասեց Փաշինյանը հավաքագրել է, ես չգիտեմ, հայ ջան, միշտ ասում եմ, որ մտածեք, ես էլ երեկոյան երևի մի հատ այդ Անդրանիկ Հովհաննիսյանին կնայեմ, ինքը ինչ է ասում, ինքը հաստատ կիմանա, որտեվ ես հենց Ղազախստանից եմ այդ լսել, որ պետք է բացվի ապրիլի 15-ին գալու է, երբ են որոշում կես տարի հետո կգնանք, հենց Ամերիկայի է, էլի Ամերիկայի մաննա, կընդունեմ ձեզ չեմ ընդունի ձեզ հատ հենց, լավ հա, տեսնենք